Բարև հարգելի ունկնդիրներ, վանացային են ձեզի հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայդակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է Թեբի հայք հիմնադրամը Birthright Armenian։ Թեբի հայք հիմնադրամը Սփյուռքի երիտասարդության գնձայի առիթմը մեկնելու եւ մոդորեն ծանոթանալու Հայաստանը։ Երիտասարդության նաև գոժանտագ է զանազան բնակավարներու մեջ վարժողական եւ փորձակիրական ծրագիրներ գտնելու Հայաստանի մեջ։ Բացի այդ, թեպի հայքը ամբողջական ծրագիր մը կպատրաստե, որպեսզի յուրաքանչյուր մասնագիծ տեսնե եւ Հայաստանը եւ ապրի անոր հարուստ մշակույթը։ Այս առիթով մեզի Հայաստանը միացած է թեպի հայք հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը։ Բարև ձեզ։ Ողջույն, բարև։ Սկսելու համար ընդհանուր ներկայացումը, որ ինչ է թեպի հայքը, ինչպիսի պայմաններու մեջ հիմնված է եւ ինչ նպատակ է լավընդ է։ Հարութ, նախ շնորհակալություն հրավերի համար, ասկի առաջակետեն մենք զրուցած ենք Լիբանանի հայությունը ինձ համար միշտ հատուկ դեղ ունի իմ սրտիս մեջ կրնալը, որը իմանցիալս հանդիային եղած է։ Մեր ծրագիրը հայական աշխարհը փոքրացնելու ծրագիր է։ Ամեն մարդ չլա իր երկրի մեջ իր դուպի մեջ այլ փորձենք բոլորս ավելի իրար միանալ, ավելի իրար միացնել մեր կարողությունները։ Մեր ծրագիրը հայաստանյան ծրագիր է, Հայաստանի մեծ ծրագիր է։ Եվ հիմնական միտքը հետևյալն է. անկախ անգետը հայ ուր կապրի Հայաստան կամ Հայաստանի դուրս։ Ինքը Հայաստանի հանդեպ ունի որոշ կապեր, ունի որոշ պարտավորություններ, ունի որոշ իրավունքներ։ Եվ մենք կուզենք մեր գազམ་ակերպության միջոցով այդ բոլորը կորզնականացնել, այդ բոլորը թյուրացնել։ Ուրեմն մեր առաջին արդեն 3100 փեթե մասնագետներու միջոցով մենք այս կփորձենք անել։ Հայաստանը դարձնել իրական դեղ ոչ թե միայն туриզմի համար, միայն գարտեժամկետ այցելություններու համար, կամ հայոց պատմության դասի մեջ սովորելու համար, այլ իրական դեղ, իրական մեն կողմերով, որպեսզի համաշխարհային բանը ներուժը հայության դեռնանք ավելի հավաքել եւ ավելի ճիշտ բաներու ծառայեցնել, որու ընթացքի նաեւ մասնակցող անձերը իրենք կօգտվին, իրենք կզարգանան, իրենք ավելի փորձառություններ կցկեն։ Ուրեմն երկկողմանի նույնիսկ երակողմ շահավետ ծրագիր մնի փորձառություն մնի։ Նախքան ավելի անդրադառնանք մանրամասն ծրագիրի մասին, եթե ընդհանուր գործունեության ամփոփումը լինեք, ասենք այսպիսի milestone-ներ, եւ Birthright Armenian ավելի քան 20 տարի է գործունեություն ունի, 20-ամյակը նաեւ բոլորեց։ Ինչ կան այսպիսի հիմնական, ասենք, նպատակներ, որ իրագործվեցան։ Շատ լավ։ Հարութ, որ մենք սկսանք, մենք Երևանյան ծրագիր էինք եւ հիմնականում ամառվա շուրջ կազմակերպված։ Մենք հիմա ունենք 3 քաղաքի մեջ շրջանյա գործունեություն եւ եթե սկիզբը մենք հիմնականում ամառային ծրագիր էինք, մենք հիմա դարին 12 ամիս աշխուժ ներկայություն ունենք Հայաստանի մեջ։ Հիմա արդեն նոյեմբերի կեսերն ենք եւ հիմա Հայաստանի մեջ մեր ծրագրին ավելի քան 80 մասնագետ կա։ Ուրեմն այս երկու նկատառումները քաղաքներու այլազանությունը եւ ամառային ծրագիր միայն չլալը, այլ շրջանյա ծրագիրը լալը։ Երրորդ գեդը կնշեմ, եթե մենք սկիզբը հիմնականում Միացյալ Նահանգներեն մասնագետներ գտնենք, հիմա արդեն մենք ունենք մասնագետներ ավելի քան 60 երկիրներ են։ Ներառյալ Միջին Արևելք, Ռուսիա, Եվրոպական երկիրներ, Ավստրալիա, Հարավային Ամերիկա։ Ուրեմն այլազանությունը Հայաստանի դուրս ապրող հայերով այլազանությունը շատ ավելի լավ ներկայացված է այսօր քան առաջին տարիներում։ Չորրորդ մենք առաջին տարիներում ունենք նված քան 100 մասնագետ։ Մենք այս տարի թվակողեցինք 250 մասնակցի թիվը առաջին անգամ լավ։ Ուրեմն մասնակցողներու քանակ եւ այլազանությունը նաեւ զարգացում է կանցնի։ Հաջորդը կնամ նշել, որ մեր մասնագետները շատ ավելի երկարաժամկետ կմնան Հայաստան, քան առաջ։ Առաջ կմնային 9 շաբաթ մոտ 2 ամիս, հիմա միջինը կմնա ավելի քան 3.5 ամիս։ Նպատակները կշարունակեն մնալ 2 ամիսը։
կորձ ունեցողներու համար նվազագույնը նույնիսկ 4 շաբաթ եւ 1 ամիս է եւ կարելի է մնալ մինչեւ 1 տարի։ Ուրեմն մնալու դեպողությունը փոփոխության ենթարկված է։ Հաջորդ կետը որ կնշեի եւ երևի ասի վերջին կետը անենք շատ ավելի հիմա մենք կենտրոնացած ենք նաեւ մեր շրջանավարտներու վրա։ Ոչ թե միայն ծրագրի մասնակցող TV հայկի կամավորը ինքն է TV հայկի շահառուն, այլ երբ որ կամավորություն է վերջացնես, ես սկսեմ երբեք TV հայկի ծրագիրը չեք վերջացած։ Վերջացած է կամավորության բաժինը։ Ձեր դիմացն է ձեր կյանքը եւ այդ տասնամյակներու ընթացքին մենք ցեզին այլու ենք իբրև մեր շրջանավարտը եւ ինչպես կրնանք նպաստել ձեր աբակա քայլում, ձեր աբակա առողջության Հայաստանի հետ։ Եվ հատուկ մենք իմ անձնական ունենք, որ առաջին տարիներում չունեինք, որոնք կսպառվին միայն շրջանավարտներու հետ եւ իրենց նպաստելու համար իրենց աբակա առողջության Հայաստան դեղափոխության հետ նույնիսկ եթե ուզեն կամ իրենց աբակա հաջողությունը ինչպես կրնագադի ընթերուզել նաեւ Հայաստանի հաջողության հետ։ Ուրեմն այդ վերջին եթե ինչպես ինչ խորհուրդներ անցել մեր ծրագիրը։ Իսկ ընդհանուր բնակություն հաստատողներու քանակ ինչպես է պատկերը։ Հիմա ունի մոտավորապես 350 շրջանավարտ, որ գաբրի Հայաստան, ընդհանուր թիվի մոտավորապես 12% է ադիգա, բայց հարկ է նշել, որ մեր ծրագրի հիմնական և միակ նպատակը մարդոց Հայաստան դեղափոխել չի։ Այսինքն ունենք թրական արդյունք եթե անձը Հայաստան դեղափոխվի, ունենք բացասական արդյունք եթե անձը Հայաստան չի դեղափոխվի։ Մենք երբեք այդ ձևով չենք մոտենալ։ Մենք ուզենք առավելագույն չափով մարդոց կաչալերել, որ իրենց եղած տեղեն կյանքի մեջ իբրև հայեր երկու քայլ առաջ անցնին։ Եթե որոշներու համար այդ կնշանակի Հայաստան դեղափոխվել, Հայաստան աշխատել, գարդաժամկետ, երկարաժամկետ կամ արդեն անորոշ ժամկետով կամ առանց ժամկետի մենք այդ կուզենանք։ Եթե մարդիկ կան, որոնք հայության երբեք չեն անում, բայց եթե Լիբանանահայը գնա շատ զարմանալ ասուր վրա, մենք ունենք մասնակիցներ, որոնք կուքան դեղերը քառորդ հայ եւ իրենց շուրջ երբեք չեղած հայական համայնք, չեն եղած իրենց շուրջը հայերը, իրենց հայությունը դրսևորելու առաջին առիթը հոս քալի աստծրակրով։ Եվ մենք կուզենք, որ իրենց եղած դեղեն երկու քայլ առաջ անցնեն։ Ուրեմն դեպի հայ ծրագրի եզակի եւ միակ նպատակը այն չէ, որ մեր մասնակիցները պետք է Հայաստան հայրենադարձնին։ Այդ անշուշտ մաս կգազմի մեր ծրագրին, մեր նպատակներուն, բայց եթե մեկը գսե, որ ես հիմա այդ քայլին պատրաստ չեմ, այդ ինձ համար հիմա անորոշ է, այդ անձը նույնքան մեր ծրագրի մեջ ընդունված է, ընդունելի է եւ քաջալերված է։ Շատ լավ։ Իսկ ծրագիրի մասին ավելի մանրամասն խոսելով անհատներուն արչև ինչպիսի արիտներ կան, այսինքն այսօր թեպի հայքը բազմաթիվ գազམ་ագերբություններու հետ կհամագործակցի, որովհետեւ վարժողական, փորձակիլական ծրագիրներ մշակեն։ Ինչ են այս արիտները։ Բազմաթիվը ճիշտ է, եթե գտնանք թիվը դնել այդ բազմաթիվ բառի վրա, մենք հիմա ավելի քան 1600 գործընկերներ ունենք Հայաստանի մեջ։ Գործընկերներ, որոնք այսինքն գազམ་ագերբություն գործընկերներ, որոնց մոտ մեր կամավորները երթան եւ իրենց փորձառությունը կծավալեն։ Եվ ոլորտները այլազան են։ Մի քանի նմուշներ տալու համար, բայց ոչ ամբողջական դաշտը բանալով, ճարտարապետություն, բժշկական առողջապահական ոլորտ, բիզնես մարքեթինգ, լեզուներ, դիզայն, փաստաբանություն, իրավաբանություն, Կրեթե եւ ամեն տեսակի ոլորտ։ ամեն տեսակի կա եւ մենք հետաքրքրված անձերուն միշտ գսենք որ թիմեցեք մեզի ներկայացեք թե ձեր հետաքրքրությունը ինչ է
որովհետեւ մենք արդեն ծեր հետաքրքրություն համապարասխան սկսենք ծեր դիմաց թուրեր բանալ եւ խաղապարներ տալ։ Ուրեմն այս բոլոր բանի կորձի զետեղումները գամավորության զետեղումները մենք կնենք։ Անցի պետք չունի Հայաստան եկած լալու, անցի պետք չունի Հայաստանի գիտնալու, անցի պետք չունի Հայաստանի մեջ մարդ գիտնալու, զանոթություններ ունենալու, որտեղ մեր գազམ་ակերպությունը եւ ինքը իբրև մեր կամավորը միջնորդ թերի մեջ է։ Եվ այս ուրեմն ասի շաբաթի 30 ժամվա այդ internship-ի կամավորության բաժինն է։ Իդիմոնը մենք ունենք հայերեն չգիտողներու համար հայերեն դասեր, դասախոսական շարք, հանդիպումներ, ունենք շրջաբդույթներ շաբաթավերջերում, Հայաստանի մեջ ունենք կարևոր եւ մեծ համայնք մասնակիցներու դարբեր երկրների եկած։ Ամեն մարդ կուքա առանց ուրիշին ճանչնալու։ Մինչև երկու շաբաթ արդեն ինքը դասակներով մարդ կճանչնա։ Ուրեմն այդ միջազգային Հայաստանի դուրս ապրող հայերս արդեն համայնքը նաեւ ադի փորձառության կարևոր մասը կազմի։ Ասեմ նաեւ որ մենք նույնպես գնահատենք մասնակցողին։ Ընդհանրապես նման ծրագիրներ, կամավորական ծրագիրներ, ընդհանրապես իրենք գումար կանցեն անցերեն, որպեսզի կազմակերպչական ծախսեր գտնան հոգալ։ Բարեբախտաբար մենք այդ մտահոգությունը չունենք, մեր հիմնադրամը ինքը օժտված է հնարավորությամբ, փոխադարձաբար մենք օգնելու մեր մասնակցին։ Ուրեմն ովքեր որ կմնան մեր հյուրընկալ ընտանիքներուն հետ, մեր ցանցային ընտանիքներուն ովքեր որ կմնան հոդե մենք կնանք մինչև նույնիսկ 100% գետության այդ ծախսի շարակացին վճարել։ Օտանավի ծախսի ծախսը շատ ուրիշ ավելի, բայց նույնիսկ լիպարական, նույնիսկ ճանապարհածախսի, օտանավի ճանապարհածախսի մինչև 100% ծախսին մենք կրնանք հոգալ։ Մանրամասները անշուշտ մենք պատրաստ ենք խոսելու յուրաքանչյուր անձի հետ, յուրաքանչյուր թիմորդի կամ հետաքրքրված անձի հետ, բայց ընդհանուր իմաստով մարդ ճանաչելու պետք չունին, նյութականի մասին մեծ մտահոգություն ունենալու պետք չունին, եւ մեր գազམ་ակերպությունը ունի 12 հոգինոց աշխատակազմ, անձնակազմ, որը պատրաստ է նաեւ ծեր բոլորին հոստեղ թիմավորել եւ ցեզի լավ փորձառություն տալու։ Փոխադարձաբար ասեմ որ նաեւ մասնակցողը ինքը կշահի փորձառությունը։ Ինքը իր ռեզումեին վրա կգրե որ ես ջանդարբետ եմ ունեցած եմ Հայաստանի մեջ աշխատելու 3 ամիս ջանդարբետական փորձ օրինակ։ Այսօր հատկապես երազանքները աշխատանք գտնելու դժվարություն ունեն, որովհետեւ աշխատանքի վայրը կսե այս փորձառու մեկը պետք է ու փորձառություն չունիս։ Եվ անձը թուրը կզարնե որպեսի դեր մտնե որպեսի փորձառությունը սկսի շահել։ Ասե համաշխարհային հարց է։ Մեր միջոցով այդ փորձառությունը անձը կնշայել ռեզումեին վրա կպատկել Հայաստանի մեջ մեր միջոցով եւ ադիգա չնեսնի թե Լոնդոնը ուրիշտեղ, անա ադիգա Հայաստանի մեջ ուրեմն թե հայկական ասպիչավայրի մեջ կլա, թե ադանստական զարգացման հնարավորություն ունենա։ Իսկ թիմելու գործընթացի մասին եթե պիտի խոսենք, ինչպես է։ Այո։ Նախ կկաչարարեմ, որ բոլոր մեր ունկնդիրները հետևին մեր social media-ի էջերուն, Instagram, Facebook, LinkedIn եւ այլն, YouTube-ի էջերուն մնան հետևին նաեւ։ Մեր գայքը գա birthrightarmenia.org, birthrightarmenia.org գայքը գա, որը վրա գա մեր թիմնակիրը։ Թիմնակրի մեջ կան մի քանի կարևոր հանգրվաններ։ Թիմնակիրը երբ որ մենք ստանանք, անգետ անցին հետ մենք ինտերվյու կծրագրենք, հարցազրույց կնենք, ավելի լավ ճանաչելու իրեն, ավելի լավ հասկանալու իրեն հետաքրքիրները ինչ են։ Եթե Հայաստան կա ինչ կուզեններ, նաև ինչ տեսակի կամավորություն, ինչ տեսակի internship կուզեններ։ Բանին թիմնակրի նաև ընդհանուր գործընթացի մեջ կա նաև մեզ եղել ռեզումեն, մեզի հանձնարարական recommendation նամակ ղրգել եւ որքան շուտ պետք է թիմենքի հարցին ես կպատասխանեմ որքան շուտ որ կարելի է մենք ունենք արդեն 2026-ի համար ընդունված օտանավի դոքսակը ղրգած մարդիկ նաեւ ունենք երբեմն ճիշտ հակառակը մարդիկ որ հոս Հայաստանի մեջ կլսեն մեր մասին
գահիտնևին կարասեն եւ լսեն ես կուզեմ ծրագրին մասնակցել եւ գտիմեն երբ որ արդեն իսկ իրենք Հայաստան Ընդհանրապես միջինը քալեն առաջ երկու ամիս առաջ թիմած ըլլալ է որովհետեւ արաբելակյուն սահմանությամբ կազմակերպենք ամեն ինչ բայց միշտ ջգուն ենք եւ միշտ փած ենք աշխատելու մեր թիմորդներուն հետ որպեսի նաև հարմարացնենք իրենց իրականությունը։ Ուրեմն եթե մեկը հիմա թիմած է, մեկը մեզի գլսե հիմա եւ վաղը մտնեմ եւ թիմնակիր ապոչաստեմ եւ ուզում հումբարին կալ կամ ուզում դեկտեմբերին կալ մենք ընդհանրապես ոչ չենք գսեր եւ կփորձենք համակորձակցաբար լավագույն լուծումները գտնել։ Բայց մեր թիմնակիր ապոչովին մեր էջի վրա է, մեր վեբսայթի վրա է birthrightarmenia.org Շատ լավ։ Իսկ վերջին խոսքը Տեբի հայքը ինչով յուրահատուկ է Հայաստանը դիտելու տեսակետով եւ երիտասարդությունը ինչու պետք է կաչալերվի Տեբի հայքի միջոցով Հայաստանին ծանոթանալու։ Լավ հարցում է հարուտ, հարցումին գրնալ ավելի թուն բարձխանես քան թե ես, բայց ես ասեմ հետևյալը, երբեք մենք մեզի չեմ ուզել առանձնացնել, իբրև մենք լավագույնն ենք, մենք մյուսները դարբեր ենք, մենք էլիտ ենք, մենք կատարյալ ենք։ Ունենք այնքան համեստություն ասելու համար, որ շատ ծրագիրներ կան, շատ լավ երաժշտական ծրագիրներ կան Հայաստանի հետ կապված եւ մենք կաչարենք որ մարդիկ մասնակցին առավելագույն քանակով առավելագույն փորձառություններով։ Մերը կրնալալ մեկ հանգրվան ավելի անթին, ավելի երկարաժամկետ է։ Մերը կրնալալ ավելի երկարաժամկետ ըլլալով ավելի խորքային է։ Մերը միջազգային քունավորում ունի եւ ոչ թե միայն լիբանան դակ եկան ինչ-որ ծրագիր կամ Կանադահայերը եկան ծրագիրների մերը միջազգային բնույթ ունի Երբ միայն հետևյալ բանը վիճակագրությունը ասեմ հարուտ որ մեր եկողներու մոտավորապես 1/3-ը իրենց մնալ գերգարացիկ են Ուրիշ 1/3 բնակա որ բիտուզերի երկարացել, բայց ստիպված է ետ վերադառնալ, որտեղ համալսարան մի դեսկսի կամ համալսարան պետք է շարունակի կամ կորձ ունի կամ ֆինանսական կարողությունները սահմանափակ են եւ չեն երկարացել, բայց 1/3 բնակա այդպես։ Ուրեմն այդ արդեն ինքը խոսուն է, թե այս ծրագիրը ինչ կնշանակի երասարտներուն համար մասնակիցներուն համար։ Եվ այս ամենը որ խոսենք հարուտիեսերտուն աստղազրույցի մեջ է 90% մարդիկ կնալը չի հասկանան եւ իրավունք ունին չի հասկանալու որտեղ այս փորձառությունը մարդ միան կնա հասկանալ երբ որ ինքը հոսի Պետք է երբ որ մասնակցել։ ինքը մեջ շատեր ուրիշներուն խոսին ուրիշները կսան իշ լավ է ուրախ եմ քեզի համար որ ասենք լավ փորձառություն ունեցել ես բայց ադիգա ծերումը կմանա բակմողին փորձառությունը եւ ոչ թե լսողին հնարավոր փորձառությունը իմ մեծ կաչերարանքս Այս ծրագրի մասին պետք չէ երկար փառակ մտածել։ Պետք է ժամանակ գտնել, նվազագույն ժամանակ գտնել ձեր կյանքի մեջ, ուր հնարավոր է այդ նվազագույն 9 շաբաթակալ։ Գիտե բռնել եւ խորասուզվել ավազանի մեջ։ Մնացյալ ավազանի մեջ դալով մարդ միայն կնա հասկանալ։ Քիչ պետք է հավատ ունենալ, շատ չմտածել ասոր մասին։ Շատերը կան որ դարիներ կմտածեն լսել են, ես երկարատեն եմ գիտեմ Այս տարի քալ տարի, այս տարի քալ տարի 10 տարի կանցնի կսեմ որ օքեյ հիմա պետք է մտնեմ այլևս արիթ բարձրում ընդհանրապես So պետք է շատ արդեն թեթև մոդելալ ոյ մեկը որ գուզե նաև անստապես զրուցել մեր հետ իմ հետ WhatsApp-ով կամ այլ միջոցներով մենք պատրաստ ենք ծեր հարցումներուն պատասխանել նույնիսկ նախքան թիմեք նույնիսկ նախքան օտանավի դոքսակ դերստեք այդքան փած ենք ծեր բոլորի հետ զրուցելու վանացայինը մեր տվյալները գնացեցի փոխանցել մենք պատրաստ ենք եւ փած ենք ծեր խոսելու անստապես ծեր ընթացքը կաչալերելու արդելակում չափով Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար, նաև հաջողություն ձեր կալիք ծրագիրներուն։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր Թեբի Հայք հիմնադրամի Birthright Armenia-ի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը։ Ձեզ հետ էր Հարութ Մարգոսյանը, օրագարկ հայդակիրով։ Մինչ հաջորդ հանդիպում, Այսինքն միշտ բանացայինի ունկնդիր։